Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, մեր հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Պարոն Միքայելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկել եք։ Շնորհակալություն։ Նախընտրական քարոզարշավը փաստացի ոչ ֆորմալ առումով, ոչ պաշտոնապես, փաստացի սկսվել է, արդեն հայտնի են հիմնական խաղացողները, գիտենք ով ինչ մտադրություններ ունի, առհասարակ այսպես ընդհանրական եթե գնահատենք, ինչպես է համարում, ինչպես է գնահատում հիմնական այդ մասնակիցների, խաղացողների մարզական վիճակը։ Այստեղ իշխանությունները եկել են ընտրությունների, ինչպես միշտ բավականին մարզված, ընդդիմությունը մի քիչ ուշացած է սկսում, դա Հայաստանին շատ բնորոշ է, որովհետև իշխանությունները միշտ ֆորմայի մեջ են, ընդդիմությունը ավելի շուտ զարթնում է դեպի ընտրություններ, որովհետև մշտապես ֆորմայի մեջ մնալ չի կարողանում, սակայն հիմա ակտիվացումը շատ նկատելի է, մոտավորապես վերջին 2 ամիս, եւ արդեն կարող ենք փաստել, որ ընդդիմության դաշտում ներկա լինելը արդեն բավականին զգալի է եւ կասեի ավելի նույնիսկ նկատելի է, քան օրինակ 5 տարի առաջ։ Վերջերս տեսնում ենք մարզային այցելությունների ու հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաճախ վիճաբանության մեջ է մտնում քաղաքացիների հետ։ Ձեր կարծիքով դա դիտավորյալ հնարք է ցույց տալու, որ նա էլ նրանց նման մեկն է իր էմոցիաներով, իր նյարդային պորտկումներով, թե իշխանությունը իսկապես հասկանում է դժվարին իրավիճակը, հասկանում է, որ իր ընդունած որոշումները բավականին բարդացրել են քաղաքացիների կյանքը եւ հենց նրան նյարդերն են արդեն տեղիք տալիս, նրանք էլ պատասխան չունեն նրանց դժգոհությանը։ Գիտեք, շատ լավ հարց է, որովհետեւ դրա շուրջ բավականին շատ վեճեր կան, թե ինչով է պայմանավորված այդ անընդհատ այդ պատերնի կրկնությունը, Փաշինյանը դուրս է գալիս, սկսում է ժողովրդի հետ խոսալ, անընդհատ ինցիդենտ է տեղի ունենում եւ հետո այդ ինցիդենտը սոցցանցերում տարածվում է եւ նենց չի օգուտ է տալիս նրան, հա։ Այստեղ կարելի է իսկապես մի քանի տարբերակ դիտարկել, խնդրեմ, բայց հիմնականը, որը քննարկվում է, դա այն է, որ Փաշինյանը փորձում է օրակարգի մեջ մնալ։ Գուցե նույնիսկ վատ պատճառով, բայց որ քննարկեն իրեն, որովհետեւ հիմնական իր ուժեղ կողմը վերջին 10 տարվա ընթացքում եղել է այն, որ ինքը թե օրակարգի թելադրողն եղել, թե բոլորից եղել է Միքայել առաջ։ Եվ եթե ինքը օրակարգը թելադրում է, թեկուզ սկանդալային ձևաչափով, ապա նա մնում է ոնց որ ուշադրության տակ։ Եվ դա բնորոշ է նաև մյուս պոպուլիստներին, իդեմս օրինակ Դոնալդ Թրամփին, որը եւս շատ հաճախ ինչ որ նման բան է անում, որը հետո զայրույթ է առաջացնում, բայց գլխավորը դա չէ, որ ինչ էմոցիա է եղել իր համար, այլ գլխավորը այն է, որ մեկը իրեն են քննարկում եւ քննարկում են թե ինքը ինչ է արել եւ հեստ այդմ նաև մյուսներին չեն քննարկում։ Սկզբում ասացիք, որ ընդդիմությունը ի տարբերություն իշխանության, որը 5 տարի պատրաստվել է, ընդդիմությունը այդ հնարավորությունը չունի կամ չի կարող, ինչու չի կարողանում։ Տեսեք, որտեղ ռեսուրսները, ֆինանսական, նյութական ռեսուրսները ավելի քան բավարար են ընդդիմության։ Եթե մենք խոսանք ընդդիմության մասին, ապա հիմնական ֆինանսական ռեսուրս ունեցող ընդդիմությունը դա ուժեղ Հայաստան կուսակցությունն է, բայց այդ կուսակցությունը նոր հայտ է ներկայացրել, ֆորմալ հայտ ներկայացրել է քաղաքական փետրվարին, իսկ դե ֆակտո սկսել է անցած տարվա հունիսի վերջից, հա, եւ մինչ այդ նման կուսակցություն գոյություն չի ունեցել, հա։ Սա արդեն բերում է մեզ մեկ այլ ուրիշ հարցի։ Ինչու մենք չունենք ինստիտուցիոնալ ընդդիմություն, երկարակյաց ընդդիմություն, ավանդական ընդդիմություն չունենք։ Ամեն ընտրություններից մի կարճ ժամանակ առաջ ձևավորում են նոր ուժեր, իհայտ են գալիս նոր դաշինքներ, բայց հիմնական եթե ասենք օրինակ արևմտյան, հա, պետություններում արևմտյան երկրներում նայենք զարգացած քաղաքական համակարգերով այնտեղ կան իրենց իշխանություն կա եւ կա ընդդիմություն, որը նախկինում գուցե եղել է իշխանություն, բայց իշխանությունից հեռանալուց հետո պահպանել է իր այդ կարողությունները, այդ քաղաքական ինստիտուցիոնալ կարողությունները պահպանել։ Մեզանում դա չկա, ինչու՞ չկա։ Եկեք երկու պատասխան տամ ձեր հարցին։ Առաջին պատասխանն այն է, որ իրականում հիմա ամենտեղ այդ համակարգը էրոզիա է ենթարկվում եւ մենք տեսանք օրինակ Մեծ Բրիտանիայում ու Գերմանիայում դասական այդ խոշոր կուսակցությունները բավականին արագ սկսել են իրենց աջակցությունը կորցնել։ Չնայած որ այդ կուսակցությունները ունեին այդ աջակցությունը ավանդաբար, այսինքն օրինակ ժամանակակից ընտրողը, որը, չգիտեմ, SDU-ի ընտրող է Գերմանիայում, իր հայրը ընտրել է նույն կուսակցությանը, իր պապն է ընտրել նույն կուսակցությանը, ինքը կարդում է այդ կուսակցության թերթը եւ անդամակցում է այդ կուսակցության օրինակ ինչ որ կլուբում, հա, բայց հիմա դա էլ է էրոզիայի ենթարկվում, որովհետեւ սոցցանցերի դարաշրջան է, իսկ մենք տեսանք Հայաստանը թեև ինտերնետը մի քիչ ուշ տարածվեց, բայց միաժամանակ եւ միանգամից դա սկսեց ավիրել մեր քաղաքական համակարգը։ Դա ոնց որ տեղեկատվական կողմից, որը կարևոր
մասակազմում եւ ավելին ասեմ, օրինակ ԱՄՆ-ում այս պայդրությամբ շարունակում է դասավորվածությունը մնալ, որ երկու խոշոր կուսակցություն է, բայց երբ որ սոցհարցումներում նայում ենք, արդեն մարդիկ դժգոհ են երկու կուսակցությունից էլ։ Ընդ որում դժգոհ են քիչ է ասած, մոտավորապես 75-80% ասում է, որ քաղաքական համակարգը չի աշխատում։ The system is broken։ Այսինքն այդ ընկալումը, որ համակարգը չի աշխատում, ուղղակի տեղ չկա երրորդ կուսակցության մտնելու, այդ կա։ Հիմա, այսինքն Հայաստանում դա ավիրում է քաղաքական համակարգը եւս, ինչպես որ ուրիշ երկրներում, եւ ավելին ասեմ, եթե մենք վերցնենք 2003 թվականի խորհրդարանական ընտրություններ եւ նայենք ինչ սուբյեկտներ են մասնակցել այդտեղ, եւ նայենք ովքեր են հիմա մասնակցում, ապա նույնական ոչ մի սուբյեկտ չկա արդեն։ Հա, սա այս կողմից։ Մյուս կողմից մենք ունենք եւս մի խնդիր։ Ավանդական կուսակցություններ եւ կուսակցական համակարգը, որը ձևավորվել է արևմտյան երկրներում հիմնականում 19-րդ դարի վերջից սկսած եւ հետո քիչ-քիչ զարգացել է, հիմնված է կայացած բիզնեսի վրա, կայացած քաղաքացիական հասարակության վրա եւ բազմաթիվ ուժային բալանսների վրա, որը Հայաստանում չկա։ Հայաստանում ձեռնարկատիրությունը թույլ տրվեց 1989 թվականին եւ խոշոր բիզնեսները սկսել են ձևավորվել 90-ականներից սկսած եւ մինչեւ հիմա ձևավորման փուլը չի ամփոփվել ամբողջությամբ եւ այսպիսով այդ համակարգի կայացման համար դեռ շատ բան է պետք։ Ավելին ասեմ, մենք որդեգրել ենք արևմտյան քաղաքական համակարգը, այդ թվում օրինակ խորհրդարանական համակարգը 2015 թվականի սահմանադրական բարեփոխումով լրիվ փոխեցինք սահմանադրական կարգը, բայց արդյոք այդ սահմանադրական կարգը համապատասխանում է մեր քաղաքական մշակույթի։ Օրինակ, մեր մոտ ընդունված է, որ գլխավոր առաջնորդն է։ Իսկ արևմտյան երկրների մեծ մասում գլխավորը կուսակցությունն է։ Հիմա մեր մոտ մարդը չի մտածում կուսակցության անունը ինչ է, ինքը մտածում է առաջին հերթին ով է առաջնորդը, ով է պատասխանատու լինելու, եւ ինքը իր հավատարմությունը հայտնում է առաջնորդին։ Հիմա այս պայմաններում կուսակցական համակարգ, խորհրդարանական համակարգ, ել չասած որ նման թերությունները, որը մենք ունենք, հա, բազմաթիվ, այսպես ասած, էլեմենտներով, որոնք ապահովում են իշխանության վերարտադրությունը, որը դրվել է դեռ նախկին իշխանության կողմից եւ հիմա շարունակում է օգտագործվել արդեն այս իշխանության կողմից, ստեղ մենք ունենք խնդիր ժողովրդի քաղաքական մշակույթի եւ իրավական համակարգի, որը իրար հետ այդքան էլ լավ չի խոսում։ Տեսեք, իշխանությունը խաղաղություն է խոստանում ընտրողներին, բանակում ծառայության ժամկետ է կրճատել, ճանապարհ է սարքում, ինչ կարող է առաջարկել ընդդիմությունը եւ ինչու պետք է շարքային ընտրողը հենց ընդդիմությանը ձայն տա։ Ինչ այլ ընտրանք կամ եթե այդ նույն օրակարգի մեջ, եթե նույն օրակարգի տրամաբանությունից ելնենք, ընդդիմության խոստացած խաղաղությունը ինչով է ավելի գրավիչ։ Նախ եթե մարդը շատ մտածելիք ունի, պետք է արդյոք Փաշինյանին ընտրի թե չէ, ապա ես իրան խորհուրդ եմ տալի Փաշինյանին ընտրել։ Որովհետև եթե ինքը ոչ մի բան դեռ չի հասկացել, ինձ թվում է արժի չհասկանա այդ։ Սա լուրջ։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ իրականությանը, ապա գիտեք, մարդը հարգանքը եւ հավատարմությունը ձեռքաբերում ողջ կյանքի ընթացքում, ռեպուտացիան, հա։ Եթե մարդը ամեն օր խաբում է, ամեն օր իր հայտարարությունները կեղծ են դուրս գալի կամ այսօր մի բան ասում, վաղը փոխում է եւ այլն, ապա նման մարդուն հավատալը դա արդեն ամեն մեկի ինքնահարգանքից է ելնում, ինքը իրան հարգում է, որ նման քաղաքական գործին հավատա թե չէ։ Եվ վերջին հաշվով գլխավորը այդ ճանապարհը չէ, որը ոչ միայն Փաշինյանն է կառուցել ու նենց չի առանց Փաշինյանի ճանապարհ Հայաստանում չի լինելու։ Գլխավորը այն է, երկիրը ինչ վիճակում է անվտանգային տեսանկյունից ու երկարատև մենք ինչ ենք ժառանգելու մեր երեխաներին, այսինքն այս առումով երկիրը ուժեղանում է թե թուլանում է։ Հիմա այս առումով ամեն մեկը թող ինքը գնահատի։ Ես չեմ ուզում հիմա ստեղ ինչ որ մի կուսակցությանը քարոզանեմ կամ հակաքարոզանեմ։ Ես կարծում եմ, որ ամեն մեկը թող ինքը ընտրի։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկին, ապա այստեղ գալիս է երկու հարց։ Առաջին հարց. քաղաքացին ծրագիրն է ընտրելու, թե քաղաքական գործին է ընտրելու։ Եթե մեր մոտ ծրագիր ընտրելու մշակույթը զարգանա, ապա այս քննարկումը շատ ավելի էական է լինելու։ Քանի որ մեր մոտ ծրագիրը այդքան էլ շատ չի քննարկվում, ապա այստեղ խորանալու հարց ավելի շատ առաջնորդների մասին է։ Բայց եթե մենք խոսանք կոնկրետ ծրագրերի մասին, ապա կարող ենք ամեն կուսակցության ծրագիրը բացել եւ ամենտեղ խոստումները շատ լայն են եւ շատ գրավիչ։ Մարդիկ չեն խորանում ծրագրի մեջ, որովհետեւ մեզանում միշտ ընտրությունները, քաղաքական գործընթացները անձնավորված են եղել։ Դրա համար կարևոր է թե անձը ով է գալու իշխանության։
ծրագիրը նաև մյուս կողմից էլ այդ ծրագիրը կարող է հենց նույն անձի նախընտրական ծրագրով չառաջնորդվել։ Մենք դրա օրինակները բազմիցս տեսել ենք։ Դրա համար միշտ էլ անձի գործունը այստեղ առանցքային է լինելու։ Այդպես էլ կա։ Եվ հետեւաբար ճիշտ է դուք ասում եք, որ ես չեմ ուզում ընդդիմադիր ուժերի ծրագիրը այսպես ռոպագանդայքա ագիտացիայով զբաղվել, դա հասկանալի է իհարկե, բայց ամեն դեպքում այն այլ ընտրանքը ինչ ընդդիմությունը առաջարկում է, ընդդիմությունը հասկանում է, նա գիտի այդ քայլերը արժանապատիվ, ինչպես նրանք ասում են, արժանապատիվ խաղաղության բերելու, նրանք այդ դեղատոմսը ունեն, որ մարդկանց այսօր առաջարկեն։ Դե տեսեք, ամենայն դեպս եթե խոսանք ամենախոշոր ընդդիմադիր սուբյեկտի մասին, ապա Ուժեղ Հայաստան կուսակցության մասին, ապա մոտավորապես մի ամիս առաջ ներկայացվել է համապարփակ անվտանգային ծրագիրը իր եւ բավականին շատ էլեմենտներով եւ բացի այդ խոստացել են, որ մինչեւ ընտրություններ արդեն ավելի երկարատև ռազմավարություն կմշակվի։ Եվ ըստ այդմ, եթե մենք հավատանք, որ Սամվել Կարապետյանի կուսակցությունը դա իսկապես կանի եւ ակնկալենք, որ դա լինելու է, ապա դա լինելու է իմ կարծիքով շատ մեծ քայլ առաջ։ Ինչու՞։ Որովհետեւ Հայաստանում վերջին 35 տարվա ընթացքում ռազմավարական մշակույթի տեսանկյունից մենք բավականին թերացել ենք, որովհետև ռազմավարական մշակույթ ենթադրում է, որ մենք զարգացնում ենք պետական ինստիտուտների երկարատև աշխատանքի մշակույթը եւ երկարատև ծրագրերով աշխատելու մշակույթը։ Եվ որպես կանոն ցանկացած իշխանություն փորձում է ձեռքերի ազատություն իր համար պահել եւ այսպիսով քիչ պարտավորություն վերցնել, հատկապես չափելի պարտավորություն։ Քիչ չափելի պարտավորություն, որպեսի հետո ասի դե ես խոստացել եմ, որ ավելի լավ է լինելու, այնա ավելի լավ է, բայց որ չասի, որ ես ասել եմ այսքան, որ հետո գան ու ստուգեն, հա։ Հիմա ռազմավարությունը հենց դա է, պարտավորությունների ոնց որ միավորումն է։ Եվ այսպիսով մենք հիմա ունենք 2020 թվականին ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մասին իշխանությունները հայտարարում են, որ այդ ռազմավարությունը չի գործում։ Այսինքն, քանի որ այդտեղ Արցախի մասին եւ ցեղասպանության մասին լիքը բան կա։ Այսինքն իրականում փոփոխություն չկա, բայց ուղղակի դե ֆակտո չեղարկված է այդ ռազմավարությունը։ Եվ այդ դե ֆակտո քայլերը շատ են։ Այսպիսով մենք ազգային անվտանգության ռազմավարություն չունենք, սա շատ լուրջ խնդիր է։ Եվ կարելի ասել մի կողմից առաջնորդվում ենք 2007 թվականի ռազմավարությամբ, բայց դա էլ է շատ վիճելի։ Էլ չասած, որ այդ ռազմավարության հետ էլ բազմաթիվ հարցեր կան։ Այսինքն, ես կարծում եմ, որ առաջարկը կա ընդդիմադիր, բայց ինչքանով ընդդիմությունը կկարողանա դա իրագործել, դա արդեն կյանքում կստուգենք, բայց շատ կարևոր է իմ կարծիքով, ստեղ ջրբաժանը հետևյալն է։ Դա սկզբունքային մոտեցումների տարբերությունն է։ Առաջին մոտեցում, դա ես իշխանության մոտեցումն է, որ մենք գործ ունենք այն աշխարհի հետ, ինչի հետ կա, եւ պետք է հաշտվենք այն ամեն ինչի հետ, ինչը մեզ առաջարկվում է, այդ թվում նույնիսկ թշնամիների կողմից։ Ասում են այդպես է։ Մենք չենք կարող ընդդիմանալ, պետք է ընդունենք մեր բախտը։ Այդպեսին է։ Վայ victis, հա, որը проигравший։ Հիմա կա մյուս մոտեցում, ընդդիմության մոտեցում, որ այո, մենք գտնվում ենք շատ ոչ բարենպաստ պայմաններում, շատ բարդ տարածաշրջանում, որտեղ խաղաղությունը շատ դժվար է ակնկալել երկարատև, եւ այսպիսով մենք պետք է գոյատևենք փոփոխվող աշխարհում եւ այսպիսով պետք է մենք ինքներս մեր բախտը վերցնենք մեր ձեռքերում, այսինքն շատ ավելի շատ ուժ գործադրենք, որպեսզի այս իրավիճակը փոխենք։ Ընդդիմությունը տեսնում եք նրա մոտ պատրաստակամություն, ցանկություն միավորվելու, նաև իհարկե կախված ընտրությունների արդյունքից, բայց նրանք պատրաստ են միասին համատեղ ուժերով ձևավորել իշխանություն եւ իրանց առաջարկած մոդելը խաղաղության իրագործել հենց հողի վրա։ Սա շատ բարդ հարց է, որովհետեւ Հայաստանում մենք ընդդիմության միասնականության շատ լավ փորձ չունենք։ Դեռ 90-ականներից սկսած ընդդիմության միավորման մասին անընդհատ խոսվել է 90-ականներին, 2000-ականներին եւ 2020 թվականից սկսած եւս 17 կուսակցությունների միավորում եւ այլ եւ այլ եւ այլ։ Եվ միշտ անձնական ամբիցիաներից ելնելով, քանի որ ինչպես ասում է Վաչե Գաբրիելյանը, հայերը պարտիկուլարիստ ազգ են, ապա միավորվելը շատ դժվար է, որովհետեւ ամեն մեկը սեփական շահեր ունի եւ ոչ մեկը չի ուզում զիջել իր սեփական շահը հանուն ընդհանուր շահի։ Եվ դա արդեն խաղերի տեսությունից է, որ ընդհանուր ռեսուրսների տրագեդիա կոչվում, դա tragedy of commons, որտեղ եթե համատեղ աշխատելու մշակույթ չկա, ամեն մեկը մտածում է լավ, ես միտեղ զիջեմ, մյուսը չի զիջելու եւ այսպիսով ես
միակողմանի կորուստ կունենա, հա։ Եվ այսպիսով այս զորական գումարով խաղը ցավոք սրտի ոչ միայն աշխարհաքաղաքականության մեջ է տիրում, այլ Հայաստանի ոչ միայն ներքին քաղաքականության, այլ նույնիսկ ներընդդիմադիր դաշտում։ Եվ մենք տեսնում ենք, օրինակ, տարբեր ընդդիմադիր կուսակցությունները իրար թիրախավորում են, հատկապես անցած տարի անդադար այդ քննադատության մեջ է անցել, եւ ով է դրանից շահել, հաստատ ոչ իրար քննադատող սուբյեկտները, հա։ Այսպիսով ես կարծում եմ, որ միասնականության մշակույթի զարգացումը եւս շատ լուրջ կարիք կա Հայաստանում, բայց այս պայծրությամբ դա վիճելի է։ Ուրիշ բան, որ ընտրություններից հետո, եթե օրինակ ստեղծվի նման հնարավորություն ընդդիմադիր կոալիցիայի, ապա ամենայն հավանականությամբ կոալիցիան կստեղծվի, ոնց որ Գյումրիում եղավ, հա։ Այսինքն դա լինելու է շատ բարդ կոալիցիան, շատ բարդ իրար հետ համագործակցելու եզրեր պետք է գտնեն, բայց ամեն դեպքում դա հնարավոր է։ Բայց նախընտրական փուլում կներեք, որովհետև այսա Հունգարիան կանադառնանք, ուզում եմ ձեր ուշադրությունը նաև հրավիրել, որ եթե օրինակ, եթե անձրով խոսենք, երկրորդ եւ երրորդ նախագահների կողմնակիցների միջև էր այդ անցած տարվանից տեղի ունեցող եւ հիմա նույնիսկ շարունակվող հրաձգությունը, փոխհրաձգությունը, բայց դրան ի հակառակ մենք տեսնում ենք, որ օրինակ Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի կամ Սամվել Կարապետյանի եւ երկրորդ նախագահի կողմնակիցների միջև այդ լարվածությունը այդպես չկա, դրա համար այստեղ իմ կարծիքով շանսերը մի քիչ ավելի մեծ են, որ կկարողանան իրենց ռեսուրսը կոնսոլիդացնել։ Դե Սամվել Կարապետյանի ուժը մի քիչ քանի որ ավելի ներառական է, ավելի տարբեր ուժերին է ընդգրկում, ավելի փորձում է չքաղաքականացվել, մանավանդ որ բիզնես ծագում ունի, իսկ երկրորդ նախագահի քաղաքական ուժը մենք տեսնում ենք տարբեր քննադատություններ, տարբեր ուղղություններով, նենց որ այստեղ էլ կան լարվածություն, ինձ թվում է, որ կարելի է ակնկալել, որ համագործակցությունը կլինի, եթե ընդդիմությունը գոնե հավաքական ուժով կարողանա հաղթել, որը իմ համար դեռ երաշխավորված չի իհարկե, որովհետև կան բազմաթիվ հարցեր։ Օրինակ, այս պահի դրությամբ Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին, հա։ Նախորդ ընտրություններին Հանրապետական կուսակցությունը հավաքել է 5.2%, հա, պատիվ ունեմ դաշինքով, բայց դե ինձ թվում է սաղցյանները իրանց էին եղել։ Հիմա հավանաբար իր վարկանիշը մոտավորապես 2 անգամ իջել է, այսինքն իր կարողությունը 2.5-ից մինչև 3% է։ Այդ 3% ուր է գնալու, շատ լուրջ հարց, որովհետև այսօրվա Հայաստանի պայմաններում դա կարող է որոշիչ լինել։ Մյուսը դոկ կուսակցությունը, որը Երևանի ընտրություններում հավաքել է 10%, իսկ հիմա այս հարցումների ունի մոտավորապես 5%, եւս իր ընտրողը հավանաբար ինքն էլ չի մասնակցելու ընտրություններին։ Իր ընտրողը եւս պետք է կողմնորոշվի ում է ընտրելու, կամ կարող է չի գնալու, բայց դրանով էլ ավելի շուտ նպաստել է իշխանությանը, հա, սա հաշվի առնենք։ Այսինքն մենք ունենք երկու խաղացող, որը արդեն հավանաբար չի մասնակցելու եւ իրանց ձայները կարող են փոշիանալ կամ հակառակ կցվել ինչ որ ուժին։ Բացի այդ, շատ լուրջ հարց է, օրինակ Հայաստան դաշինքը անցնելու է թե չէ, որովհետև իր համար շեմը 8% է, իսկ այս հարցումների իր վարկանիշը 7-ից մինչև 9%, այսինքն հեշտությամբ կարող է եւ անցնել եւ չանցնել, հա, այսպես լինեմ հարց։ Այսպիսով սա ռիսկային հարց է, օրինակ ընդդիմության համար։ Իշխանության տեսանկյունից եւս մի քանի հարց կա։ Առաջին հարց. կայանալիք երեքշաբաթից եվրոպական գաղափարժողովը ստեղ ինչքանով կկարողանան մոբիլիզացնել, օգտագործել եւ իրենց վարկանիշը բարձրացնել։ Սա նման փորձ ունեն երկու անգամ Տրամփի հետ միասին օգոստոսին անցած տարվա ստորագրությունը բավականին նպաստեց Փաշինյանի վարկանիշը աճելա եւ J.D. Vance-ի այցով եւս, հա։ Եվ այսպիսով միանշանակ դա օգտագործվել է ներքաղաքական նպատակներով եւ ավելին եվրոպական գործընկերները եւս գալիս են, որպեսզի Փաշինյանին աջակցեն, որովհետեւ ուզում են, որ ինքը հաղթի, նույնիսկ պաշտոնական հայտարարություններում մենք դա անթակույց տեսնում ենք, հա։ Եվ իդեպ ես դա կոչում եմ Հայաստանի ներքին գործերի մեջ խառնվելը, բայց ամեն դեպքում այս փաստ կա եւ այսպիսով սա կարող է Փաշինյանին նպաստել։ Երկրորդ հարցը, արդյոք օրինակ Հանրապետություն կուսակցությունը անցնելու է խորհրդարան, եթե անցնի այս պայդրությամբ իր վարկանիշը մոտավորապես 2.5%-ի վրա է, բայց ամեն դեպքում քանի որ շեմը 4% է, այդքան էլ անհաղթահարելի չի իրենց համար եւ օրինակ Երևանի քաղաքապետարանում, այսինքն Երևանի խորհրդում դա ստացվեց եւ իշխանությունը ձևավորեց կոալիցիան օրինակ։ Սա եւս հարց է իշխանության համար։ Մեր էլեկտորատի մի առյուծի բաժինը ապրում է Երևանում, իսկ Երևանում մենք ամեն օր բախվում ենք բազմաթիվ խնդիրների, որոնք մարդկանց կյանքը պարզապես կաշմարի են վերածել շարքային երևանցիների։ Դա եւ այս փոսերն են,
եւ բազմաթիվ խցանումները եւ այս շինարարությունները, այս բարձրարկ շենքերը, որոնք սնկի պես աճում են եւ այդ փոշին առասարակ էկոլոգիական խնդիրները, սա իշխանության վարկանիշի վրա ինչպես կազդի։ Դե այս գործոնները իրականում ամենաշատ արտահայտվում են ձմռանը, հա, որովհետեւ թե օդի աղտոտումը, թե ճանապարհների վատ թարացումը եւ այլն արտահայտվում է ձմռանը ամենաշատ եղանակային պայմաններից ելնելով, կլիմայական պայմաններից ելնելով եւ նաեւ բոլոր խնդիրները ավելի շատ կուտակում են ձմռանը, նաեւ որովհետեւ տնտեսական ակտիվությունը մի փոքր նվազում է ժողովրդի եւ այդ ամեն ինչ ավելի տեսանելի է դառնում մի կողմից։ Հա, իսկ ընտրությունները ամռան են, հենց որ դա իշխանության համար ավելի ոնց որ նախընտրելի ժամանակաշրջանն է, կարծում եմ քիչ է ազդելու, հա, եթե օրինակ մարտին կամ փետրվարին ընտրությունները անցնեին, դա շատ ավելի վատ սոցիալական ֆոներ լինելու իշխանության համար հատկապես Երևանում։ Սա մի կողմից։ Մյուս կողմից ամեն դեպքում հաշվի առնենք նաև այն, որ այս խնդիրները չեն ստեղծվել այս իշխանությամբ եւ հավանաբար չեն էլ ավարտվելու այս իշխանությամբ։ Սա առհասարակ կառավարման խնդիր է, որը գալիս է այդ թվում օրինակ կադրային բազայի որակից եւ այլն, հա։ Հայաստանում այդ կադրային հա, իմ կարծիքով հիմա բավականին ցածր է, բայց առաջ էլ լուրջ խնդիրներ կային։ Այսպիսով, եթե փոխվի իշխանությունը, ապա նոր իշխանության շատ լուրջ հարց է լինելու, ինչքանով կկարողանան բարելավել կադրային բազան, որպեսզի այդպիսի խնդիրներ չլինեն։ Եվ ընտրողը հենց դա պետք է գնահատի, օրինակ իր կարծիքով, հա, այս կադրերը, որոնք կան այս իշխանության մեջ, ունակ են արդյոք այս իրավիճակը փոխելու թե չէ։ Եվ նմանապես ընդդիմությունը կարող է թե չէ։ Իմ կարծիքով այս բայդությամբ իհարկե մի քիչ ուրիշ է դասավորվածությունը քան թե առաջ նախորդ ընտրություններին ամեն դեպքում բավականին լուրջ մրցակցություն կա։ Այս չափի մրցակցություն, երբ որ նվազագույնը 4 արտահայտված ընդդիմադիր սուբյեկտ կա, այս չափի մրցակցություն չկար։ Նախորդ ընտրություններում կար 2 ընդդիմադիր սուբյեկտ, հիմա 4, դա էական տարբերություն է ամեն դեպքում։ Այո, իշխանության գործը մի քիչ բարդանում է, ասում եմ։ Պարոն Միքայելյան, քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրի այդ նախագծում, որը վերջերս էր հրապարակվել, կա կաթողիկոսին հեռացնելու մասին մտադրություն։ Ամեն դեպքում դա դրույթ է, ծրագրի դրույթներից մեկն է։ Միաժամանակ, եթե հավատանք որոշ սոցհարցումներին, եկեղեցին այսօր ամենամեծ վստահությունն է վայելում հասարակության մեջ, երկրորդ տեղում բանակն է։ Եթե եկեղեցին այսքան բարձր վստահություն ունի, իշխանությունը արդյոք ռիսկային քայլի չի գնում այս դրույթն ամրագրելով, թե սրանք տարբեր են, ամեն դեպքում եկեղեցին չի նույնականացում կաթողիկոսի հետ, կամ էլ գուցե սոցհարցումներն են սխալվում։ Հարցերի շղթան է, կփորձեմ ավելի ուղղված պատասխանել։ Նախ այս դրույթը խախտում է Հայաստանի սահմանադրությունը։ Իշխանության դա հասկանում դա դրա մասին չեն խոսում։ Խոսում ենք նրանց ռիսկերի մասին, նրանց համար եղած ռիսկերի մասին։ Երկրորդը կար առանձին հարցում եկեղեցու որպես կառույցի եւ կաթողիկոսի որպես ղեկավարի ոնց որ վարկանիշի վերաբերյալ եւ ակնհայտ է որ կաթողիկոսի վարկանիշը ավելի ցածր է, բայց այնքան էլ ցածր չի, ամեն դեպքում Փաշինյանի վարկանիշից ավելի բարձր է եղել, եթե ես չեմ սխալվում 51 թե 55% է եղել։ Այսինքն եկեղեցու վարկանիշից ավելի ցածր, բայց ամեն դեպքում բավականին բարձր է։ Հիմա ինչու իշխանությունները չեն վախենում այդ կետը դնել։ Նախ պաշտոնական ծրագրում, որը հրապարակվելու է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, արդյոք դա լինելու է թե չէ, սա իմ համար առանձին հարց է։ Սա գուցե զուտ ոնց որ հայտարարություն է, բայց գուցե վերջնական ծրագրում դա չլինի, որովհետև եթե լինի, դա արդեն իրավական գործընթաց կարող է դառնալ։ Բայց ստեղ տեսեք, եկեղեցին իրեն որպես քաղաքական ակտորի չի վերածում։ Այսինքն եկեղեցին մի քանի անգամ կարելի ասել քաղաքական հայտարարություններ արել է, բայց այդ հայտարարությունները եղել են ավելի շուտ էթիկական, հա, այսինքն բարոյական, թեկուզ քաղաքական, բայց բարոյական տեսանկյունից, այսինքն Արցախը հանձնել չի կարելի կամ, չգիտեմ, մեր դիրքորոշումը որ, բայց իրանք երբեք չեն ասել Փաշինյանը սենց կամ նենց, հա, եւ այսպիսով, այսինքն անձերի դա երբեք չի վերածել, կուսակցությունների դա երբեք չի վերածել եւ եկեղեցին չի մոբիլիզացրել իրեն հավատարիմ զանգվածը մարդկանց կամ հոտը, եթե եկեղեցական լեզվով խոսանք, որպեսզի այդ մարդիկ արտահայտեն իրենց կարծիքը քաղաքական մակարդակում։ Իդեպ վրացական ուղղափառ եկեղեցին կամ հունական ուղղափառ եկեղեցին դա բարբերաբար անում են, բայց հայ առաքելական եկեղեցին իրականում նման ավանդույթ չունի։ Եվ Գարեգին II կաթողիկոսը եւս նման
փորձ չունի եւ ցանկություն էլ չունի։ Եւ այսպիսով, եթե օրինակ այս հակամարտությունը սկսվի շատ արտահայտված, այսինքն ոչ միայն հարձակումների եւ ինչ որ ինքնապաշտպանության փորձով, այլ երկկողմանի արդեն բախումը, ապա այդ պարագայում այդ ձեր ասած հարցը ավելի արդիական է դառնալու, որովհետեւ եկեղեցու վարկանիշն էլ է սկսելու նվազել, որովհետեւ եկեղեցին է քաղաքականացվում։ Եվ իշխանության վարկանիշը եւս սկսելու է նվազել, որովհետեւ արդեն մարդիկ սկսելու են կանգնելու են հարցի առաջ, իրանք իշխանության են աջակցում, թե եկեղեցուն։ Հիմա մարդը կարող է ասել, ես եկեղեցուն եմ աջակցում, իշխանությանն եմ աջակցում։ Չնայած դա մեր կարծիքով կարող է լինել շատ վիճելի, ոնց կարող է դա լինել, բայց լիքը մարդ այդպիսին է։ Եվ երբ որ մենք տեսնում ենք օրինակ սոցհարցումներով կրոստաբուլյացիան, ապա իշխանության աջակիցների մեջ եկեղեցուն հավատարմությունը ավելի ցածր է, քան մյուս կուսակցությունների, բայց ոչ այնքան ցածր է, որ տեսնենք, որ էական տարբերություն կա։ Այսինքն իշխանության ընտրողը շատ դեպքերում այդքան շատ չի խորանում, իրանք աջակցում են Փաշինյանին, բայց չեն խորանում իրան առանձին քայլերի մեջ։ Հասկացա։ Հաշվառելով Եվրամիության ակտիվ ներգրավվածություն առաջիկա ընտրություններին, նույնիսկ տեղեկություններ կան, որ շուտով երկրորդ, այսպես առաքելություն է ուղարկվելու քաղաքացիական, որը 2 տարով է լինելու, եթե հավատանք այդ մամուլում եղած այդ արտահոսքերին, 2 տարով է լինելու եւ հիմնականում այդ բազմիցս չարչրկված թեման, հա, հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար է։ Պարոն Միքայելյան, եթե իշխանությունը ընտրությունների ժամանակ ուզի փորձի որոշի ընտրություն կեղծել, Եվրամիության ակտիվ քաղաքական ներկայությունը դա կզսպի, թե նրանք հակառակը աչք կփակեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Այստեղ ես հասկանում եմ, նրանք որոշակի երկփեղկվածության առաջ են կանգնելու, իրենց սկզբունքներին հավատարիմ մնալ, թե կոնյունկտուրայից ելնելով իշխանության աջակցել, որը կլինի հնարավոր վարքագիծը։ Ամենայն հավանականությամբ աչք կփակեն։ Եվ Մոլդովայի սցենարը քննարկվում է ոչ պատահաբար, որովհետև Մոլդովայում տեղի ունեցավ երկու շատ կարևոր բան, որը պայմանավորեց ներկայ իշխանության հաղթանակը։ Առաջինը խոշոր, չնայած որ երկրորդական, հա, բայց ամեն դեպքում անցնող կուսակցությանը արգելեցին մասնակցել ընտրությունից անմիջապես առաջ, որը փոխեց դասավորվածությունը քաղաքական դաշտում, եւ երկրորդը դրսի տեղամասերում ստեղծվել է անհավասար եւ անհամաչափ իրավիճակ, որի հաշվին իշխանությունը հաղթել է։ Այսինքն Մոլդովայի տարածքում իշխանությունը պարտվել է, իսկ դրսում իշխանությունը հաղթել է։ Եվ այսպիսով եւ դրսի ձայների հաշվին, հա, Մոլդովայի իշխանությունը հաղթել է, ընդ որում Մոլդովայի սփյուռքը հավասարաչափ գտնում է Ռուսաստանում եւ Եվրամիությունում, քանակապես հավասարաչափ, բայց Ռուսաստանում բացվել է 2 տեղամաս, իսկ Եվրամիությունում նվազագույնը տասնյակներ, եթե չասեմ հարյուրավորներ։ Եվ այսպիսով այդ ձայների հաշվին Մոլդովայի իշխանությունը հաղթել է։ Եվ ստեղ նման բան չի կարող տեղի ունենալ, որովհետև դրսում քվեարկությունը դեռ 2000-ականներից հետո փակվել է, որովհետև իշխանությունը այդ ձայները օգտագործում էր իր օգտին նմանապես, հա, բայց այստեղ կարող են ուրիշ խախտումներ տեղի ունենալ։ Օրինակ, բանակի կազմակերպված քվեարկությունը, հա, որի փորձը մենք ունենք։ Նման բազմաթիվ վարչական ռեսուրսի կիրառում, որը մենք արդեն բազմիցս տեղեկացանք մամուլից, որ զանգում են բժշկական հաստատություններ, կրթական հաստատություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ նույնիսկ գյուղերում մարդկանց, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն, ասում են դե ախպեր ջան դու մի արի մի քվեարկի, ուղղակի մի արի, հա, ու սենց։ Եվ այսպիսով այստեղ իհարկե նման քայլերին արձագանք լինելու է թե ոչ, կամ օրինակ կա ռիսկ արդյոք, որ որևէ կուսակցությանը կհանեն քվեարկությունից, ընտրությունից առաջ, հա, որովհետև ամեն մեկի վրա հիմա ինչ որ գործեր են հարուցում եւ այլն, հետո կարող են որպես արիտ օգտագործեն այս կուսակցությունը, այնքան մարդ ձերբակալվել է, այնքան մարդ խախտում է եւ այլն, չնայած ուրիշ կողմ դա պետք է աշխատի, նույն եվրոպացիները պետք է դուրս գան ու ասեն, այս ինչ վիճակ է ընտրությունից առաջ, նախ օրենքները կփոխում, որը անընդունելի է, հայ Վենետիկի հանձնարարողը արդեն որոշումներ ունի ընդունած, որ հերթական ընտրությունից 12 ամիս առաջ պետք է ընտրական օրենսգիրքը չփոխվի։
փոխում է։ Դրանից բացի ձերբակալությունը եւ այլն, բայց հակառակ կարող են ասել։ Այնքան մարդ ձերբակալել ենք, սա հանցագործեն, այդ կուսակցությունը խախտել է ընտրական օրենսգիրքը, դրա համար փակում ենք։ Այս ռիսկերը կան։ Հույս ունեմ, որ ուժեղ Հայաստանին կարող են հեռացնել։ Այսօրերին մենք տեսնում ենք, որ նրա կողմնակիցներին են ձերբակալում, քրեական գործերին հարուցում։ Ուժեղ Հայաստանի պարագայում այդ վտանգը կա, որ ընտրություններից ընտրապայքարից կհանը։ Սենց ասեմ, այս վտանգը դիտարկվում է, տարբեր քննարկումներ կան։ Հույս ունեմ իշխանությունը նման քայլերի չեն դիմի, որովհետև ամեն դեպքում այս պարագայում ընտրությունը ոչ լեգիտիմ է համարվելու բոլորի կողմից, ուրիշ բան, որ լավ կհամարվի ոչ լեգիտիմ, բայց կանցնի, հա, տենց ռիսկ կա։ Հունգարիայի ընտրությունները, որտեղ 16 տարի վարչապետի իշխանության աթոռին եղած անձը պարտվեց, այս իշխանությունների համար վատ նախադեպ է։ Ոչ միանշանակ։ Ինչու՞։ Որովհետև Օրբանի պարագայում նախ Օրբանը իսկապես 16 տարի իշխանության մեջ էր, Փաշինյանը դեռ 8 տարի, արդեն գիտեք, քաղաքականության մեջ հոգնածության հանգամանքը շատ կարևոր է։ Եվ նույն Սերժ Սարգսյանի անձից քաղաքական հոգնածությունը կար, որովհետև ոչ միայն 10 տարի նախագահն է եղել, այլ մինչ այդ եւս 15 տարի տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրել։ Եվ մարդիկ արդեն նույնիսկ եթե ուրիշ ոչ մի բան չվերցնենք, ապա զուտ հոգնածությունը շատ կարևոր հանգամանք է, իսկ Օրբանը նույնիսկ այս բացի այս 16 տարվանից եւս շատ երկար էլի քաղաքական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրել եւ այլն, հա։ Այսինքն Հունգարիայի քաղաքականության մեջ շատ երևացող դեմք է եղել։ Սա մեկ հանգամանք։ Փաշինյանը թեև 8 տարի է դեռ այդքան չի բյուրեղացել, չնայած որ ամեն տարի այդ հոգնածությունը կուտակվում է։ Մյուս կողմից եւս մի կարևոր հանգամանք Օրբանը շատ վիճելի արտաքին քաղաքականություն էր վարում, հատկապես եվրոպական միության տեսանկյունից։ Եվ Փաշինյանն էլ է շատ վիճելի քաղաքականություն վարում արտաքին եւ ստեղ էլ բազմաթիվ վեճեր կան, բայց երկու կարևոր հանգամանք կա։ Եթե օրինակ Հունգարիայում ԱՄՆ-ն ներկայիս վարչակազմը աջակցեց Օրբանին, ապա Բրյուսելը եվրոպական միությունը աջակցեց իր հակառակորդին։ Իսկ Հունգարիայում Բրյուսելի ազդեցությունը ավելի մեծ է, քան Վաշինգտոնի ազդեցությունը։ Չնայած որ Օրբանը փորձում էր Վաշինգտոնի հետ կապերը զարգացնել, բայց տնտեսական եւ բոլոր մյուս ատյաններով Բրյուսելի հետ ավելի շատ է կապված Հունգարիան։ Իսկ ստեղ հակառակն է, ստեղ երկուսն էլ աջակցում են Փաշինյանին, դա շատ կարևոր տարբերություն է։ Իհարկե ստեղ բացի այս խաղացողներից ուրիշ խաղացողներ էլ կան, օրինակ Ռուսաստանը, կարող ենք ասել, որ պարզա որ Փաշինյանին չի աջակցում, նվազագույնը, եթե դեմ չի, հա։ Ну, ինձ թվում է դեմ է, բայց ուղղակի ես կասեի, որ ակտիվ քայլեր չի ձեռնարկում, բայց ամեն դեպքում Ռուսաստանը դեմ է։ Եվ այսպիսով մենք տեսնում ենք հետեւյալ պատկեր, որ Հունգարիայում ընդդիմությունը ամբողջությամբ միավորվեց։ Ստեղ նման բան տեղի չի ունեն։ Եթե Հայաստանում բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեին, ապա Փաշինյանը չէր կարողանա հաղթել։ Ուղղակի չէր կարողանա, որովհետև հիմա փոշիացվող ձայների խնդիր կա։ Եթե մենք հիշենք վերջին տարիների, օրինակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ապա Երևանում ԿՊ-ն հավաքել է 32.6%, Գյումրիում 36.7% եւ այսպես շարունակ, հա, շատ քիչ տեղ կա, որտեղ ԿՊ-ն հաղթել է եւ ոչ Փաշինյանի շնորհիվ, sense ասենք, հա, օրինակ նույն եթե հիշենք Վաղաշապատի ընդլայնված համայնքի ձայները, չնայած որ բուն Վաղաշապատ քաղաքում իրանք եւս 36% են հավաքել, այսինքն աջակցությունը ակնհայտորեն նվազել է, բայց փոշիացվող ձայները կարող են նպաստել իշխանությանը, հա, նույնպես ինչպես Երևանում եղավ, կամ հակառակ, եթե բոլոր ընդդիմադիր սուբյեկտները անցնեն, ինչպես Գյումրիում ա եղել, ապա իշխանությունը չի կարողանալու վերարտադրվել եւ ստեղ Ինչու միավորվեց Հունգարիայի ընդդիմությունը, բացի նրանից, որ Հունգարիայի քաղաքական մշակույթը մի քիչ ավելի զարգացած է, քան Հայաստանում, հա, եւ կարողացան մի քիչ զիջել իրենց ամբիցիաներից։ Բայց նաեւ այդտեղ եւս մի հանգամանք կա, որը այն է, որ եվրոպական միությունը նպաստեց նրանց միավորմանը։ Իսկ Հայաստանում այն արտաքին խաղացողը, որը կմիավորեր այդ ընդդիմադիր ուժերին, կամ ասեմ ուրախության մեզ, որովհետև ոչ մեկը այս աստիճանի չի խառնում, կամ ցավոք, այսինքն ցավոք, այսպես ասած, եթե փոփոխության տեսանկյունից դիտարկենք, չկա։ Եվ այսպիսով չկա արտաքին խաղացող, որը կհավաքեր ընդդիմությանը ու կասեր, լավ, դուք հիմա գոնե միավորվեք, իսկ հետո կտեսնենք, հա։ Այն ինչ եղել է իրականում Հունգարիայում։ Եվ եւս մի կարևոր հանգամանք այդտեղ քաղաքականացվածության աստիճանը ժողովրդի շատ ավելի բարձր է փաստորեն, եւ մենք տեսանք 78% ընտրողների մասնակցել են ընտրությանը։ Մասնակցություն, այո։
շատ բարձր, քան թե բոլոր նախորդ ընտրություններին։ Նույնիսկ ավելին ասեմ, նախորդ ընտրություններին էլ բավականին բարձր մասնակցություն եղել Հունգարիայում։ Հայաստանում այդքան էլ բարձր չի մասնակցությունը, նախորդ ընտրություններին ֆորմալ 48% է եղել մասնակցությունը, հա։ Նու իրականում, քանի որ ընտրողների մի մասը Հայաստանից դուրս է, կարող ենք համարել, որ մոտավորապես 55-56% իրական մասնակցությունը, բայց դա էլ է շատ ցածր։ Այսինքն 78 ուր եւ պայմանական 55 ուր։ Եթե ժողովուրդը մասնակցելու է ակտիվ ընտրություններին, իրավիճակը էականորեն փոխվելու է, բայց եթե ժողովուրդը չի մասնակցելու, ապա վերջում պետք է հարցերել չտան, ինչու եղավ սենց կամ նենց։ Շնորհակալ եմ, պարոն Միքայելյան։ Շնորհակալություն։ Մեր հյուրն էր քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, կհանդիպենք։